Երբեմն լսում ենք, որ ոչ մասնագետը, ոչ հոգեբանը ասում է, ես էլ վատ հոգեբան չեմ, ես էլ կարողանում եմ մարդկանց լսել, մարդիկ իմ հետ խոսալու ժամանակ բացվում են եւ այլն եւ այլն։ Ես որպես մասնագետ, որպես հոգեբան կոնսուլտանտ, ինչ կարևոր խորհուրդ կարող եմ տալ։ Նույնիսկ այն դեպքում, որ հոգեբանները խորհուրդ չեն տալիս։ Կոնսուլտացիայի ժամանակ խորհուրդ չեն տալիս։ Իսկ սովորական կյանքում կամ կրթական գործընթացում իհարկե կարող են խորհուրդներ տալ։ Բանն այն է, սիրելիներ, եթե դուք մասնագետ չեք եւ եթե դուք փորձում եք հոգեթերապևտի, հոգեբան կոնսուլտանտի գործառույթ փորձել իրականացնել, մեծ է ռիսկը, որ դուք հուզական թունավորում կստանաք։ Ինչ է նշանակում հուզական թունավորում։ Մարդկանց մեծ մասը, նվազագույնը, որքան ես եմ նկատել, իրենց կյանքի ընթացքում ունեն մի շարք կուտակված եւ դուրս չեկած, այլ կերպ ասած, թարախակալած հույզեր, մետաֆորիկ ասած, որոնք ինֆեկցիոն են։ Կարծում եմ մետաֆորան կհասկանաք։ Այսինքն դրանք կուտակված են եւ չպարպված են։ Կարծես թարախակալած լինեն եւ որքան մնում են, այդքան բորբոքվում են։ Հետեւաբար դրանք ունեն վարակի էֆեկտ։ Եվ եթե մարդիկ ձեզ հետ ինչ որ առիթով կարողանում են անկեղծանալ, խոսել, ու դուք էլ ելնելով այն ձեր համոզմունքից, որ դուք էլ պակաս հոգեբան չեք, մարդկանց հետ կարողանում եք խոսել, լսել եւ այլն, ու եթե դուք սկսում եք ներգրավել այդ զրույցի մեջ, դուք շատ հեշտությամբ կստանաք բացասական թունավոր հույզերի, ճակերտների մեջ ասած, մեծ դոզավորում, չափաբաժնի մեծ աստիճան, որովհետև մարդիկ կսկսեն ձեզ հետ այնպիսի ինտիմ, այնպիսի բացասական հույզեր ենթադրող ինֆորմացիա փոխանցել, որ դուք դրանք չեք կարող ֆիլտրել։ Ինչի մասին է խոսքը։ Հոգեբանը եւ ոչ հոգեբանը իրարից տարբերվում են մի շարք հատկանիշներով, բայց հատկապես հոգեբանական իմունիտետով։ Ինչ է դա նշանակում։ Հոգեբանական իմունիտետով եւ հույզի ֆիլտրացիայի կարողությամբ։ Սա ենթադրում է ինձ հետեւյալը։ Առաջինը հույզի ֆիլտրացիա։ Երբ ոչ մասնագետը լսում է մարդկանց պատմությունները, նա պատրաստի կարող է այդ ամեն ինչը վերցնել։ Պատրաստի վերցնել, այսինքն այդ հույզերը ինքը կարող է ապրել։ Նու ինչու, որովհետև չգիտի ինչպես շփվի դրա հետ։ Նա ճանաչելու միակ մեթոդը զգալն է, ոչ մասնագետի։ Այսինքն ապրումակցում է, փորձում է զգալ դիմացին ինչ է ասում։ Իր մեջ ունեցած նմանատիպ ապրումները, որ ունի կամ փորձում է ակտիվացնել